ձեր ջանքերի շնորհիվ միայն Ծիծեռնակաբերդի ճանապարհը կառուցվեց։ Պետրո Զարոկյան։ Այո։ Այս զեկույցում գրված է, որ Երևանը ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք, գրված է, որ ծովի մակերեսից մոտ 800-ից 1400 մետր բարձր է, որը շատ լավ աշխարհագրական դիրք է։ Իսկ պարոն Ավինյան, մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք Երևանի վատ օդի պատճառն է Երևանի վատ աշխարհագրական դիրքը, եւ որպես օդի աղտոտման լուծում դուք առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել եւ մշակել գործողություններ։ Նույնը Երևանի խցանման խնդիրները լուծելու համար դուք առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ։ Պարոն Ավինյան, այս ամբողջ Երևանի խնդիրները լուծելու համար չեք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ։ Ձեզ, որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք, պարոն Զարոկյան։ Արձագանք։ Արձագանք չկա։ Իզաբելա Աբգարյան։ Ես միանում եմ իմ գործընկերներից մտահոգությանը, թե ինչու է փաստաթուղթը ուղարկվում մեզ ուրբաթ օրը, ուղարկվում է ուշ եւ նման ծավալուն եւ կարեւոր իդեպ փաստաթուղթ, որին իսկապես պետք է ծանոթանալ։ Մենք ավականու անդամներս հնարավորություն չենք ունենում բավականին ժամանակ ունենալու ծանոթանալու։ Եթե գտնում եք, որ ծանոթանալը կարեւոր չի, քննարկելը կարեւոր չէ, ապա կարող եք սա չզեկուցվող դարձնել, էլ մի ձևի համար մի հատ հարց զեկուցվող եք դարձնում։ Այս արատավոր պրակտիկան հարցերի գերակշիռ մաս անցկացնել չզեկուցվող, որպես ես համարում եմ արժեզրկում ավականու ինստիտուտին, ինչպես նաև մենք տեսանք մեր հարցը, որ մենք խնդրում ենք դարձնել զեկուցվող, կրկին իշխող ուժը որոշեց չհաստատել եւ մնաց չզեկուցվող, դա դպրոցի շենքի վերակառուցման մասին էր խոսքը։ Մենք սա ինչի մասին է խոսում, սա խոսում է այն մասին, որ ավականու դահլիճում քննարկումները տարբեր հարցերի շուրջ չեն խրախուսվում, այսինքն ավականու անդամները պետք է կոճակ սեղմելու համար։ Այնինչ վերադառնալով կայուն զարգացման, ուզում եմ հարց տամ կոնկրետ ինչ արշավներ են օրինակ այս